Գիտես, ես այդ փայլագից ամեն ինչ սպասում էի։ Բայց այդ նագլին իրավունք չուներ իմ հետ տենց վարվել։ Լսի, այդ ինչի ես դարտոտվել չեմ հասկանում։ Քեզ ինչ թե մամեն իրենից ավելի ծալապակասի հետ փախել է, հա? Ախպեր ջան, մեզ մամեի ամուսնությունը չի հետաքրքրում է։ Մեզ հետաքրքրում է այն փողը, որ փայլագը կպցրեց այդ գործը գլուխ բերելու համար։ Փայլագը այդ փողը պիտի իմ հետ կիսվեր, բայց թողեց ու թռավ նագլին։ Լավ է քերի բանա եղել է դու էլ է։ Պետք է մի բան մտածելու, այդ ամուսնությունը հարամել։ Հա, հարամելու համար խելքը կոնը չի։ Մենակ մարդկանց վնաս տաս, չէ՞։ Հա, մենք այդ պրինցիպով ենք ապրում, ախպեր։ Ով մեր ոտը տրորում է, մենք էլ իր անգաժն ենք տրորում։ Էրիկարա դուստե։ Պատմի տենամ ինչ ես իմացել։ Իմացել եմ ճպար, լավ խաբար են բերել, մեզ մամեին կթել են։ Չէ հա։ Բայց որն էր լավ խաբարը տարա, մուֆտայլ արաղս խմար։ Հենց տոնան թրամեստանն էի, կարել ասել եմ դեղ արտակարգ դրություն է։ Հետո։ Գլուխներ չցավաստեմ, երկու բառով ասեմ։ Արբին մասսայական հայտարարեց, որով իր մեզ մամեին գտնի ու բերի, $20,000 փող է տալի։ Բայց այդ պարավ այդքան արժի։ Այդ արդեն ոնց որ ասում եմ մեր պրոբլեմը չի, Սերոժ ջան։ Արա ես ինչ կպնենք բավարա։ Լսեք, ես մի բան չեմ հասկանում։ Այդ արբի լրիվ խելքը թրծրել է։ Այդ չորացած ոսկորի համար չի այդքան փող խոստացել։ Արբին ասեց, որ պատրաստ է իր մեծ մամեի նամուսը փրկելու համար 20 չէ, $50,000 տա։ Լավ արա։ Ստոպ, կդրեք ձենները թլը։ Ես ոնց որ ասում եմ, մեր համար շանս է։ Եթե մի քիչ ուղեղներից զոր տանք, համ մեծ մամեի նամուսը կփրկենք, համ էլ մի 20,000 ման հետ փող կաշխատենք։ Ո՞նց։ Դենց։ Վայ մեծ ման, վայ։ Էս ինչ օին դու բերեցին մեր գլխին, հա։ Սանելու բաներ, որ դու արեցիր։ Լավ, Աթարամ ջան, մեծ կինը չի հասկացել ինչ է։ Հենց ամբողջ բանը դա է, որ շատ լավ էլ հասկացել է, թե ինչ է։ Ինչ ես այդ կնոջը նոր եմ ճանաչում։ Ամբողջ ազգով, ցեղով խայտարակենք։ Հա, կնյազ, ինչ նորություն կա տատից։ Նորություն չկա, քերին գժիպես տատին աման գալիս, գնաց կամաս որ դիմում գրի, ինչ արեցի, չկարացա համոզեի։ Հայ, հիմա իսկապես խայտարակ է։ Բալավ այդ անամոտ փայլակը որտեղ է, հա։ Նա հաստատ կիմանա, թե մեծ մամեն ու այդ օհանը ուր եմ փախել։ Չկա, փայլակն չկա, փախած։ Ալո։ Կնյազ ջան, Ռոզանա, խնդրում եմ, այնպես արա, որ տնեցիները չիմանան, որ ինձ հետ ես խոսում։ Հա, հասկացա։ Կնյազ ջան, խնդրում եմ շտապ մեր տուն արի։ Մեծ մամեի մասին կարևոր ինֆորմացիա կա։ Հասկացար։ Արդեն գալիս եմ։ Կնյազ, ուր ես գնում։ Հետ չտաղի տեղեկն էին, ինչ որ օգնելու բան կար, հեսա գալիս եմ։ Լավ արաշ, որ ինձի բերար հոթել։ Ես քաղաքում ապրած կնիկ եմ, գյուղում չեմ դիմանա։ Ճամպրուկս, չմորանաս, ամեն շորերս մեջն է։ Յալա։ Քերը մի հաստատ համոզված ես, որ Օհանը մեծ մամեին թացրել տարել է իր գյուղի տունը պահել։ Բա կարող է պարավին տաներ 5 աստղանի հյուրանոց ախպեր ջան։ Դոշն ինֆորմացիա է ախպեր ջան։ Ոնց որ ասում է, առաջի ձեռից։ Լավ, ասկո, ասեք թե այդ մեզ մամեին գտանք։
Այդ փողը ոնց եք բաժանելու։ Ոնց բարձ չի։ 3 տեղ ես դու քերի։ Դու ինչ ես այլ որ քեզ էլ հետ ես հավասար բաժին ես անում։ Ես առաջարկում սենց։ Ինձ ուղղասկային 40%, քեզ էլ 10։ Ճիշտ չեմ ասում ճպել։ Լավ ասիր, Վիդոն, դուրս եկավ։ Բայց Սերոժին 10%-ն էլ է շատ ախպեր ջան։ Դեպքում ես առաջարկում եմ լավ 5%։ Այսինքն ինձ մեջտեղից հանում եք, էլի։ Իմ նման տղուն գցում եք, հա։ Արա Սերոժ, ես մի բան ասեմ, այդ 5%-ն էլ քիչ փոխի էլի։ Արի կլի համաձայնվի, թե չէ կզրկվես ամեն ինչից ախպեր ջան։ Շատ լավ։ Այդ դեպքում ես կզանգեմ Արբին ու կասեմ մեծ մամայի տեղը։ Ալո։ Արբի Սերոժն է։ Ես շատ կարևոր ինֆորմացիա ունեմ ասել։ Ճապա, արա Գվիդոնի ինչ ես էշի պես դրա երեսին նայմ արա։ Հերախոսը վեգալ ձերից տուր գլխին մի ադարա։ Արգստացը կլար, ես ինչ կռիվ եք անում։ Բարի լուն ձեզ ախպեր ջան։ Բարը։ Հիմա հաստատ տատին օհան է գյուղում է Ռոզատյա։ Վայ, դե ասեցի հա էլի, ասկանասի ինքերն է տեսել, ինք եկավ ասեց։ Պրոստը ուզում եմ ջոգեմ, խի ես մեզ օգնում, ախր կասկածել է էլի։ Այ քեզ բան, ուրեմն ես քեզ օգնում եմ փոխանակ շնորհակալ լինես, հələ մի բաներ հետս կռիվ ես անում, հա։ Չէ Ռոզատյա, կռիվ չեմ անում, պրոստը ես գիտեմ, որ դու մեր ընտանիքին համարում ես քեզ թշնամի, այդել։ Վայ, այդ կներես, ես չեմ ձեր ընտանիքին համարում թշնամի, այդ քո մերն է, ինձ համարում ողերիմ թշնամի։ Բայց հիմա խոսքը այդ մասին չէ կնյաս ջան։ Հիմա խոսքը այն մասին է, որ հանկարծ այդ ասկանասը իր խմբի հետ Սերոժ ու Գվիդոն հանգարց ոստիկանության ճանկը չնեն ու գլխից մի փորձանք չբերեն։ Այ հիմա հասկացա։ Ինչ հասկացար։ Լսի, ես քեզ օգնում եմ ու խնդրում եմ որ դու էլ ինձ օգնես էլի, որ այդ փորձանքից հեղը պայես դրանց։ Լավ, եթե այդ ինֆորմացիան ճիշտ է, խոսք եմ տալիս։ Վայ, այդ տղա ջան, 100% ճիշտ է, կնյաս ջան։ Չկասկածես։ Հերն ու մերնով եմ, որ ինքով լինի։ Ճիշտ բան էլ ասում ես։ Բա մամի ջան, սերը տարիք ասլան չի հորցնում։ Ահա ճիշտ եք, ինչ համարում կուզեիք ապրել։ Ես ձեզ կարող եմ առաջարկել լյուքս համարներ նորապսակների համար։ Իսկ առանձին նենջասենյակներով համար չկա։ Կներեք, բոլոր այդպիսի համարները զբաղված են։ Ալո։ Բայգու Փեսա ջան, ոնց ես։ Արսի բմբուլներ արդեն կամուն ես տվել, հա։ Փայլակ, ես որտեղից ես զանգում։ Ոսի այդ տնաշեն մեր անք զանգելով, անհասանելի էր։ Վրաստանում եմ Օհան ջան։ Ինչի, ինչ ա եղել։ Ոնց ինչ ա եղել։ Ինչ պտիլներ։ Այս պարավը լրիվ ամեն ինչ լուրջ ընդունել։ Լուրջ ընդունել, դու էլ լուրջ ձևով հարցերը լուծի։ Ես ինչեր ես խոսում։ Փայլակ, երբ որ ես քո մոտ եկա, մի քիչ գինովթացեի։ Չեմ հասկացել, թե ինչ եմ արել։ Արդեն ուշ ա Օհան ջան, ոնց որ ասում ա, անգելս պետք է քաշես։ Չեմ կարա, Փայլակ, չեմ կարա։ Կարաս, եթե մտողը ջրի չի վախենա։ Պարավին յոլատար, մինչև տնանք ինչ ա լինում։ Դե ոնց որ ասում են, ձեզ բարի ժամանակ, ես էլ գնամ իմ գործերով։ Օհան ջան, մենակ զգուշ եղի, այդ կնիկը չհեղիանա, հա։ Էդ էլ երեխու հարց մարս կառաջանա։ Փայլակ։
Ես ասում ես թե մեկ տատիկի տուն, հա, հասկանաս։ Հա, Նաչալնիկ ջան, մերնեմ ջանի։ Զանգեցին ասեցին այդ կնիգը լավ չի, մենք էլ հավաքվան գեթում ենք։ Բա ինչի եք մեքենայի մեջ իրար միս ուտում, կռիվանում, էդ ինչ հաշիվ էր։ Դո չէ ինչ կռիվ, այ ցավը տանեմ։ Ուղագի, Սերոժի հերախոսներ կորել մաշնի մեջ, ընկածման էին գալիս։ Եթե չեք հավատում, կարակ իրանցից հարցնեք։ Նաչալնիկ ջան, ցավը տանեմ, ինչ կնի, թող մենք գնանք գելի։ Տատիկը մերնի չենք հասցնի այդ կնգան մի հատ հրաժեշտ տանք։ Հերցրա, գնացեք հասկանաս։ Քերես ինչ է կանգնեցիր։ Դուք այս տներից ո՞րն եք մտնում։ Մեզ մամային փախնենք, գցենք ավտոն, տանենք փողեր դառնենք, հա։ Ծանոթս որ Օհանի տեղը ասեց, հա։ Ասեց որ մոտավորապես ստերանք է, սրանցից մեկն է։ Հա, բայց ո՞ր մեկը։ Դուրրակ ես էլ яра, որ իմանայի ենակ կասեի, ասում եմ սրանցից մեկը։ Ջաբել, բայց ո՞նց իմանանք ո՞ր մեկն է։ Մեզանից մեկը պետք է հերնի գնա ռազվետկի։ Երթով տները ստուգի, ու եթե պարավին քթավ, վրաս խաբարամի։ Աու ջան, ու քանի որ դու բանագում ռազվետչիկ ես եղել, Վիդոն ջան, դու էլ կգնաս ախպեր։ Այդ իսկ տալն է վախտվել է յուրդը չբլի։ Թող Սերոժը գնա։ Արա, Սերոժը որ գնաց, ամիկը կբռնվի, ամեն մեզ բռնել կտա։ Տես չի Սերոժ։ 100%։ Վիդոն ջան, քել դու գնա ցավդ տանեմ։ Մի հատ հերթով պագոհաներից բանից նայի, հենց պարավին տեսա շուխուր արա։ Հələ որ ասմաս կգնամ։ Դրանք շատ մլուլ չտաս, արա գնա տես շուտ խաբար արա։ Հասկացա։ Հա։ Քերի։ Ասում եմ պետք է Վիդոնը գնաց։ Հա։ Մեզ մամային գտավ։ Ահա։ Արավ գցեց ուսին, փախցրեց տարավ, սա փողերն էլ առավ։ Արա Վիդոնը տորքան գերնա, ով որ պարավին քցի շալագը տանի։ Անի տես բան անողը չի, հանգիստ բերնի տեղը։ Լավ էլ անողը։ Ցուրտա։ Ցուրտ ախպեր ջան, ցուրտա։ Մեծ մամ։ Ասում եմ, կարող է ճիշտ չենք արել, որ փախել ենք։
Արի քեզ տուն տանեմ, հա։ Բաբամ, նամուսս գետնով խփար, հենց ասում ես տուն տանենք։ Ես ինչեր ես ասում, այ կնիկ։ Ո՞վ է քո նամուսը գետնով տվել։ Ես քո նամուսի տեղը չգիտեմ։ Ես ինձ նման բան դու չեմ։ Ես ազնվագույն տղամարդ եմ։ Ազնվագույն տղամարդուս տեսեք։ Բաբան, կարծում եմ ես չգիտեմ, այդ որ փայլակի հետ պայմանավորվել։ Եդ ինչ ենք փայլակի հետ պայմանավորվել։ Ուզում էր հետս պսակվես, որ ամեն ունեցածս քեզ տամ։ Նման բան չկա։ Լավ էլ կա։ Ես էլ ասում եմ, ջահելություն ես հիշեիմ, մեկ ինչ թորներից անհանգստացնեիմ, ես էլ հաճիկ տանեիմ էլ։ Դե մեծ մամ ջան, անկախ ամեն ինչից երկուս էլ գիտենք, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, մեծ մամ։ Բա չէ, կարծում իր էտա, հա, առաջին հարսանեկան գիշեր պետք է անես հետես, Ղուրում սա։ Սենց թուրդ մեգել սիկտիվ կարել ախպեր ջան, 65 թվին, անեն թուրդ էր սերոշ, սաբաչի խոլը ախպեր ջան, եղած չեղածըտ սարրմ էր։ Քերը ասում եմ, աշնե խոտու միշտական ենք, դեժը կսար ենք սենց։ Արրը։ Երկը թացի հետես գերել արա, կարողա գիտես գազս ձրի է, կամ էլ դիմացի, կամ էլ եթե մրսում ես մի քիչ ստերանք վազվզի տակացի։ Գոնե մի բաժակ տնական արաղներ խմենք տականենք։ Լավ բան ես ասում, մի աչ ստերանք ֆրֆրա ախպեր, դես գեղի ժողովրդից հարցը փորձարարով լավ տնական կաշած գրադուսով արաղ ունի, մի 200 գրամ առ խմենք։ Հա? Հա։ Սա գալիս է։ Գնա։ Ես ինչ էլ ծուրդ արա, ես կվիդոն ինչ եղավ։ Ես սապատ։ Ինչ կա, մեծ մամ ջան։ Օհան ջան, ասում եմ, մեկա ավել տակաս հաչալույն, մի բան չանենք, որ արդարացնենք։ Ջիգեր դուտեմ։ Ցուրդայ ցավդ տանեմ, շնչում ես օդը բերնիք մեջ սարմը։ Սերոջ։ Հա, քերի։ Հա, բերիր արաղ արա։ Արաղ չեմ բերե, բայց լավ լուր եմ բերե, քերի։ Այս գյուղի ամենալավ արաղ ծախողը Երևանում է, տանել մարդ չկա։ Էհա դրա լավը որն էր։ Ջաբել ասեմ տանել մարդ չկա։ Մտնում եք տուն, մի լավ խմում ենք, հետներս եմ մի քանի լիտր վերցնում, դուս են գալիս։ Մուֆտա։ Մուֆտեն դուրս եկավ։ Բա դուրը ոնց ենք բացելու։ Դե ջաբել ասեմ, գեղի տունը էլի կարող է գիտես դռան վրա բան են դրեն, սեյֆի զամոկ են դրեն։ Բացում մտնում ենք էլի, տուները սա 2 մետրի վրա է։ Արա, բա որ հանգարց կվիդոն է եկավ այդ ժամանակ։ Դրա բանավը չփախավ, 2 բաժակ կխմենք, երկա քտնենք էլի, գվիդոնել հավ չընկանք, աստեջին կսանք էլի, ինչ ասում։ Լավ, սենց ենք անում, գնանք, մի բաժակ խմենք տականանք, ձմերվա արաղն էլ վեգանենք եթանք։ Դեա։ Գնացինք, հա։
Արա Սերոժ, մոդդ նիվիդինգա բան չկա, ես ձերից մեխը շատ մեծ է։ Կնիկ եմ ինչեմ նիվիձինգը։ Ասեմ քեզ բաց չէր ունի, որ կնի գնեի։ Սովորի արա, գյորս չեմ տանելու։ Էրի գերբոսա սարակ բաց գնանք։ Unë e gënasi se ata. Ala vurel në stengalë. Սանս լույսը որ դեղ կերի, վարեմ։ Արա, ու դու դուրակ չես, արա։ Լույսը վարես որ բռներ տաս, հա։ Լույսը վարես մեկը դրսից տենակ հիմա տանտեր եկել է Երևանից։ Հաուս զեղքում քեզ հլը տուրստ է ձերիդ ֆաները։ Արա, հլը հոդոդի նայի, արաղ մարաղի հոտ չես արնեմ։ Ոչ մի բանի հոդել չեմ արում, գիտես սարն։ Զանքս տեսա Սերոժ։ Հլնդենա յարա։ Արաղ։ Արա, ինչ արա, հոդն է տամենա կտիշ չես ջոգում, մուրազա է մուրազ աղբեր ջան, մուրազա։ Դեմդ նայայ խամազ, ի։ Ես մեղամուշ եմ ոտիստակ բան կար, շլանգնա։ Ես ինչ է, ռադար է շլանգը, գնա արա, գնա բաժակ ճալի բեր խմենք արա, խմենք տականանք թե չէ դարել ենք սիսանցու, ոչմ դու հասկցար։ Ուխայ, արա Սերոժ, բայց իսկականի ցուրտ է, տեսը դերակ շոր մոր չկա, աղբեր ջան, բեր գցենք վրեկներս։ Սրանք ուր են ալու։ Ես կնյազի ախտանցն է ինչ գործ ունի։ Աստելա, ինչ։ Տատին ուրա։ Ինչ տատի։ Արա քեզ ապուշիտ տերը մի դիր, իմ տատին ուրա, գիտեմ որ տատին ես գյուղում է, դու ես ճապալի ու Սերոժի հետ եկել եք հետևից։ Եկել եք, բայց տատի չկա։ Ոչ չկա։ Այսինքն Կնյազյան տատի տեստաներից մեկում պիտի լինի, բայց չկա։ Ոչ ճապալակա, ոչ Սերոժը։ բա ուր են դրանք։ Ինչ իմ անում։ Հələ մի հատ զանգի տես ունեմ, բայց զանգած չասես որ քո հետ եմ, հասկացա՞ր։ Հա։ Դավա շուտ։ Ալո։ Ով է։ Ես եմ ով, ուր եք ճպել։ Տարածքում, ինչ կարա։ Կատակի վախտես կտել, մորացել ես ինչ եմ որոնք եկել սա։ Գդար բարավին գվիդոն։ Չէ, մեզ մամեն չկա, քոսս սաղ տներում նայել եմ, չկա ու չկա։ Էդ լավ չի աղբեր ջան։ Լսի ինչ եմ ասում գվիդոն։ Արի մի բաժակ յուղի լավ քաշածարախ խմենք աղբեր ջան։ Հետո ռազմիրատ կանենք թե ուրա կորել այդ բարավը։ Հա ուր գա։ Արա, ուղիղ արի։ Երկրորդ չէ, երրորդ չէ, չորրորդ տունը մտի։ Սպասում ենք։ Հոսա։
Ուխայ։ Անուշ կերի ջան։ Որ ասում եմ ես աղա 1000 մեծ մամե արժի։ Բայարգ ախպեր ջան։ Այ 100 դոգոս։ Բրավո։ Այ դուրակ։ Ասա։ Ուրիշ շոր չկար ես կնգա խալաթը բերիր ալա։ Դեմ ես ընկած երես ջան։ Ես էլ ֆարդուկ եմ հայկի։ Բայց խիարա։ Ես գողրոսը քեզ ինչ անելու տաքսելու արա։ Կեր ինձ արաղն է տակասնում։ Մի հատ էլ ենք խմում։ Գրից։ Ո բարա։ Արի, ստենք։ Արա Սերոժ։ Գազիոտ չես առնեմ։ Ճապան, այդ տնաշինեն չի կես մուտ տեղը նստել։ Կնյազ։ Կնյազ ոնց որ նոր ես տենում։ Հələ մի բան բարի սրանց դեպքերը տենում։ Վիդոն չէ արա հոկ, գազ արա։ Կայդարակ կլնենք։ Ու ես ամեն ինչը ոնց որ ասում եմ, մենք մեր հետ պդիտանենք գերեզման ախպեր ջան։ Ափսոս ենքան արաղը որ կորավ չեպր։ Տո արաղը հեչ։ Բա $20,000 Արա սենց ցուրտ մեկել յակուցկում էր ախպեր ջան։ Ոնց որ ասում է, եղած չեղածներս գրելգով էինք տակացնում։ Սենց բան կլինի։
ախպեր ջան, գիտի ժամանակներ ախպեր ջան։ Ինչ էիր, ինչ դարարարա։ Այդ տղա, էլի ես կուփուչ, սին, դատարքի շողությունների գիրկն ընկել։ Լավ էլի Ռոզա։ Արի կլինի ախպերպես ներվերս մի քայքայ էլի։ Տեղից էլ լարված նստած ենք ախպեր ջան։ Արա բայց իսկ կյանք ինչ նագլի բան է։ Հասկանաս վերջացրու, այդ թեմաները թող, ես արդեն գլուխ չունեմ ամեն ինչը անընդհատ նորից լսելու, հասկացար։ Հա որ լսում ես ինչ։ Յա քեզ ասած ես փեջի նույն բանն է։ Մեգա բան չես ասում։ Այդ տղա, ես ինչ ասեմ, ես ինչ մեղավոր եմ, որ քո տատը իր ամբողջ կարողությունը Սերոժին է կտակել։ Հա? Ինչ մեղավոր եմ։ Այսինքն ինչի՞ չէ որ, շատ լավ էլ կարող եմ ասել։ Այդ մահամերձ կնոջը փոխանակ գնայր տեսնեիր, որ մի բան էլ քեզ կտակեր, կողքի գյուղը հարսնիկ գնացիր։ Բա մեր պոբոքի տղու հարսնիկներ չէ դա յաղջի։ Հե գնայր։ Գնացիր, դրա համար էլ այդ օրն ընկար։ Ոչ մի բան չստացար այդ պարավից։ Պարավը այնտեղ մեռնում էր, դու գնացել էիր այդ կողքի գյուղը հարսանիքին տրտինգ էիր տալիս։ Արա հեր Ռոզ, բայց ախր ով կասեր որ տատիկը մեռնի այդ ցավտա։ Քանի անգամ լոժնի տրիվոկ դրեց։ Վայ, բարաջան մեռնում է, մեկ ասեք։ Արա գնում տենը մենք բողքի պես նստած է։ Լավ, հասկացանք, ինչ եղել է, անցեք գնացել է, էլի ոչ մի բան հետ չես բերի, վերջ։ Չէ, ախպեր ջան, չէ։ Մենք մոռացող տղերքից չենք։ Արա բայ ես տադուն սաղ կյանքս պահեմ, մեծացնեմ, նազերը քաշեմ, ինքը տանի վերջում սաղ կդակը Սերոժին կդակի է։ Ուր է արդարությունը։ Պապա, նազերը քաշեմ, մեծացնեմ, պահեմ։ Չես ամաչում դու այդ տղա։ 5 տարին մեկ էլ չէիր գնում այդ պարավին տեսնելու, 5 տարին մեկ։ Այս Սերոժինն է 10 տարի մեկ էր հետո, հետո ինչ։ Այդ թեմայով արդեն վերջացնենք։ Ես էլ զահլա չունեմ այդ ամեն ինչը լսելու։ Վերջ, այդ մասին էլ չենք խոսում։ Փոխանակ գնաս աշխատանք գտնես, միտեղ մտնես աշխատանքի, համեր տանից դուրս կգաս, կզբաղվես։ Ես փաստորեն դավադիտ ես եղել ինձ, հա աղջի։ Էդ էս էլի, էդ։ Ես իմ ասածն ասեցի։ Ես դրա հանգումները թողնում եմ քեզ։ Եղավ Ռոզա աղջիկ, դու տեր ձարա։ Ես սաղ քթերիցդ եմ բերելու, ախպեր ջան, մզծնելու եմ քեզ։ Ես ասում ես ինչ առիթով այս միջոցառումը կազմակերպել տատա։ Չգիտեմ, մենակ ասես որ արքին առևտուր կանենք։ Լեսի կարողա ծնունդն է։ Չէ, հա, մի երկու ամսից հետի հաստատ։ Հատե բան չկա էլի տակ համային կեսօր գալու են, էլի լավ է պատրաստություն եմ տեղի։ Կարողա դրա համար։ Չէ, հա, կասկածում է որ տատին ուրախ լինի, էլի պապայի գալու համար։ Գնաս իսկ լիպոյոզիտա աղջիկն էլ է գալու։ Հա, բա ինչ։ Հա։ Բա ինչ լավ, անենց եմ կարոտել է տերեխում, երևի հաստատ մեծացել է, մեծ աղջիկա դարել։ Ինչ մնաց։ Օֆանավի տոմսակները վերցրամ։ Հասկանում է։ Վաղ գնում ենք Հայաստան։ Գնում ենք հայերիկ։ Ինչ կա այդ հայրենիքում, սաղ ազգ ու ցեղդ Ամերիկա, դու եթում ես Հայաստան։ Հայաստանում մեծ մամես է։ Հա, գնում եմ Հայաստան, մամես տեսնամ, կարոտս առնեմ,
Այդ քո մեծ մամեն ինձանից զզվում է։ Միտը տա չէ, որ համաձայն չէր մեկ պսակվենք։ Ասում էր, էսի տան կնիկ չի էլի։ Միտսա իշում եմ։ Հետո էլ որ բելախարը ամուսնացանք, առաջին ամիսները մազերս կքանդեր, ամեն ինչի վեր են խոսում էր։ Այս շորահակի մազերս է սեն սարքի տան մեջ խերտալով ման մի եք, դուրս գալուց առաջ տոալետ շատ մի արա։ Մեծ մամեն մարդ կնիկ է, գոր մարդ, հասկանում ես, բայց մի արդեն մեծ է, տարիքն արել է, այսօր կա, վաղը չկա։ Հենց ամուսնացել եմ հայտնույն բաներն եմ լսում, համա այդ կնիկը մեռնելու միտք չունի։ Իմանում ես գոր։ Ինչ։ Ասում եմ, չմոռանաս են տեղի վերնաշապիկը սայր ճամպրուկի մեջ է։ Արդեն դրեր եմ։ Տեսնում եմ։ Համա գիտես ինչ նարբե։ Ես էլ են Երևանցի միամիտ աղջիկը չեմ։ Եթե բարեկամներդ ուզեն նորից ինձ իրանց ձևերով դաստիարակեն, ես նրանց բոլորին ցույց կտամ։ Խեղճ երեխա են քիչ բերե։ Մամամ քեզ դաստիարակել կելնի։ Ասում եմ, գոր ջան, այսօր գործես մի բան չի, փող չկա։ Էնա դոլարի կուրսը 2000 թուման արդեն։ Վաղ միսոր մեկ էլ սա կրիվ սկսավ։ Ասում եմ գնանք Հայաստան, մեկ ինչ բիզնես կանե, փող կաշխատենք, կետո կեթանք Ամերիկա։ Խոսք ես տալիս։ Հա? Ասում եմ խոսք ես տալիս։ Խոսք եմ տալիս։ Հալա մի հատ փորձի հալա։ Հալա։ Չէ, տա ջան, ես չեմ ուզում։ Չանի մեծ մամից զզվում ես։ Սրանից հետո ոչ պետական գույքը կտեսնես, ոչ սեփական, շեֆ ջան։ Տա ջան, մի բան խնդրեմ էլի, կասես այդ հյուրերին ինչ ես կանչել։ Գորյուրջս, այ ես։ Արա, հազար ասել եմ, արա, դուրը ձեցի նոր մտի, արա։